Դե ոչինչ, որ շատերն են խաբվել, մենք չենք ապրում նուրբ էներգիաների մեջ, մենք ապրում ենք գերխիտ էներգիայի մեջ։ Գերխիտ էներգիայի փոխակերպման համար ինչ-որ ժամանակ ու հնարավորություն է պետք։ Ու բնականաբար նման հնարավորություններ կան, որ դրանից խոսում ենք, ու այդ գերխիտ էներգիայի փոփոխությունները այն կարգի են, որ օրինակ մարդը կարողանում է 10 օրվա մեջ ծոմի շնորհիվ բաներ գիտակցի։ Մյուսը, որ օրինակ զուգահեռ լավանում է առողջական վիճակը, որը տեղից լավ էր, այտենց մարդը ցիգունի, մեդիտացիաների բանի տենց մասնագետ է։ Այն մյուսն էլ ամենահետաքրքիրը, որ հələ մինչև հիմա հավատս չի գալիս, մարդը 2 սանտիմ բա է քաշել։ Այդ ֆենոմենը ոնց է։ Այս ֆենոմենը մի քիչ հետաքրքիր է, այտենց շատ կարծացած մարդիկ դժվար թե հասկանան։ Այն մարդիկ, ովքեր որ ի վիճակի են հետաքրքիրը հասկանալ, իրենք կարան հասկանան։ Ուրեմն մկանների մեջ կարա կուտակվի ծանր տարր։ Մկանը նստում է, ամորտիզատորը հնանում է, ամորտիզատորը մկանը։ Այդ որ մաքրվում է, ինչ է լինում։ Ու հետաքրքիր հարց եմ տալիս, ու ինչ որ բան լինում, ասենք, եթե մի հատ մկան չի, 10 հատ մկան է եւ այլը, բիոմեխանիկա, անատոմիա, ֆիզիոլոգիա, անատոմիա չէ այդքան ֆիզիոլոգիա, ու բիոմեխանիկա։ Մի քիչ որ պատկերացնենք, կհասկանանք։ Հիմա գեր ծանրաբեռնված օրգանիզմի վիճակ երբ աղիների վիճակը լավ չի, երբ որ նեղում կա, երբ որ սնունդը շատ է, երբ որ աղիները կանգ վիճակում են աշխատում։ Այն մնացած մանրամասները արդեն մի քիչ ավելի խորը հետազոտություններ անցած ինքն իրանց հետ, իրենք իրանց հետ ապրած մարդիկ կարան հասկանան։ Իդեպ մեր ալիքը 1000-ին է մոտենում կամ անցել է արդեն տեղյակ չեմ։ Շնորհակալություն, որ տենց հնարավորություն է ստացվել։ Շուտով մենք արդեն Տավուշում կհանդիպենք, շատ հետաքրքիր տեղում կհանդիպենք, սենց։